Միացյալ Նահանգները կրկին հարվածներ է հասցրել Իրանին, Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերսկսում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նշվում է, որ ներկայումս Մերձավոր Արևելքում տեղակայված է ամերիկյան զինված ուժերի ավելի քան 20 ռազմանավ եւ հարյուրավոր ուղղաթիռներ։ Նաեւ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապ ունեցող մի շարք անձանց, ընկերությունների եւ նավերի նկատմամբ։ Իրանն էլ հարվածել է Բահրեյնում ամերիկյան ուժերին, Քուվեյթում ռազմական նավի կան տուժածներ։ Թեհրանից նաև հայտնել են, որ Իրանի հարավին վերջին հարվածների հետևանքով առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել։ Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Իրանի շուրջ զարգացումները հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ իրանական, եւ նավթը հոսում է ինչպես երբևէ չի հոսել։ ԱՄՆ նախագահը որոշել է հրաժարվել նեղուցով անցնող բեռնափոխադրումների համար 20%-ի վճար սահմանելու մտադրությունից։ Փոխարենը Պարսից ծոցի երկրների հետ առևտրային եւ ներդրումային համաձայնագրեր կկնքվեն։ Թրամփը նախազգուշացրել է, շարունակելու են զանգվածային հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության տարածքին, կարող են թիրախավորվել էլեկտրակայաններ եւ կամուրջներ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, այժմ չի ցանկանում բանակցել, նա մեղադրել է իրանական կողմին ստորագրված հուշագիրը խախտելու համար։ Թեհրանից արձագանքել են, ռազմական գործողությունները չեն ստիպի Իրանին բանակցություններ աղերսել։ Փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրն այլևս չի գործում, քանի որ Վաշինգտոնը չի կատարում ստանձնած պարտավորությունները։ ԱՄՆ հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների սենատորները ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի թարմացված տարբերակը։ Ինչպես նախնական խմբագրմամբ, այնպես էլ նոր տարբերակով երկրորդային պատժամիջոցներ են նախատեսվում ռուսական նավթ եւ գազ գնող երկրների դեմ, սակայն որոշ դրույթներ մեղմվել են եւ ներառում են բացառություններ։ Ի սկզբանե առաջարկվում էր 500% ներմուծման մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների համար, որոնք կշարունակեն ռուսական էներգակիրներ գնել։ Նոր տարբերակում մաքսատուրքի չափը նվազեցվել է 100%-ի, իսկ այն երկրները, որոնք Ռուսաստանից գնում են ավելի քիչ, քան նավթի կամ գազի իրենց սպառման 15%-ը կազատվեն մաքսատուրքերից։ Բացի այդ, օրինագիծը նախագահին լիազորություն է տալիս կասեցնել պատժամիջոցները, եթե նա համարի, որ դա բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հակառուսական պատժամիջոցների փաթեթում կարող են ներառվել սահմանափակումներ նաև Իրանի եւ լիբանանյան Հեզբոլլահ շարժման դեմ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ օրինագիծն ամենայն հավանականությամբ կհաստատվի։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի եւ Սև ծովերի տարածքներում խոցվել է մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մայրաքաղաքային իշխանությունների տվյալով վերջին 24 ժամում միայն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 340 ԱԹՍ, մեծ մասը չեզոքացվել է։ Կերճ քաղաքը ուկրաինական հարվածների հետևանքով մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսական ուժերն էլ հարվածներ են հասցրել Ուկրաինային, Սումիի շրջանում կան զոհեր եւ վիրավորներ, քաղաքացիական անձինք։ Զոհեր կան Օդեսայում, վնասվել են նավահանգստային ենթակառուցվածքներ։ Տեղեկություններ կան, որ ռուսական ուժերը Սև ծովում առևտրային 2 նավի են հարվածել։ Նշվում է, որ դրանք նավարկել են Տանզանիայի եւ Լիբերիայի դրոշների ներքո։ Նավերից մեկի կապիտանը զոհվել է, անձնակազմի 11 անդամ տարհանվել է, կան տուժածներ։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական ընկերությանը պատկանող քաղաքացիական առևտրային նավ, որի անձնակազմի ներկայացուցիչներն ադրբեջանցիներ են եղել։ Գերատեսչությունից հավելել են, որ Ուկրաինայում Բաքվի դեսպանատունը կապի մեջ է համապատասխան մարմինների հետ եւ հյուպատոսական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։